Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Հենց հիմա գալիս եմ։ Այ ես քո արա, ոնց էլի բախտդ բերեց։ Բարև, բալես։ Կներես ինձ, մամ։ Ինչի համար հանգստացի մի հատ։ Մամ, ես գիտեմ, որ քեզ նեղացրել եմ։ Ես չեմ նեղացել։ Մոռացի։ Անցանք առաջ։ Բայց ես այնպես եմ չի արել, որ դու քեզ մեղավոր զգաս։ Ու այդ ամենը արել եմ գիտակցված։ Հա, քո ասածները լսելը շատ դժվար է եղել։ Մեռնելուն հավասար։ Բայց նեղանալն են չի ինչ, որ ես կարամ քո հանդեպ զգամ, բալես։ Ես այնքան բան եմ իմ կյանքում տեսել, որ հիմա ինչ կատարվում է ինձ հետ, ես դա համարում եմ որպես ապտակ ու դրանից մենակ սթափվում եմ։ Մամ, ես ինձ այնքան վատ եմ զգում։ Ես մի վայրկյանում իմ կյանքի ամենակարևոր մարդկանց կորցնելու վտանգի առաջ կանգնեցի։ Ես չեմ կարողանում պապայի աչքերի մեջ նայել, քո աչքերի մեջ նայել։ Էլ չեմ խոսում Դավիթի մասին։ Ամաչում եմ։ Բայց գիտես, պահա գալիս, երբ որ մարդու ներսը ուղակի ճչում է, բայց ինքը չի կարողանում դրա մասին ինչ-որ բան ասել։ Այդ շփոթմունքներն են, որ չի հասկանում ով ում հետ է, ով ում դեմ է, ով ումից է նեղացել։ Ու այդ շփոթմունքների վրա ֆիքսվել չի կարելի։ Բայց դու պապան պարտավոր չէիք։ Պարտավոր չէիք պատասխան տալ այն ամեն ինչի համար, ինչ որ ես եմ արել։ Դուք մեղավոր չէիք, որ ես այդ վիճակում եմ հայտնվել։ Բայց դու հիմա օտար մարդկանց մասին չես խոսում։ Ընկերներիդ մասին չես խոսում։ Մենք քո ծնողներն ենք։ Իսկ ծնողները պարտավոր են հասկանալ իրանց երեխեքին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ երեխեքը չեն հասկանում, թե ինչ են անում ու ինչ են ասում։ Մամ, ես քեզ փորձել եմ նեղացնել։ Փորձել եմ անցյալը երեսով տալ, այն անցյալը, որ ես վաղուց մոռացել եմ։ Ու ներել եմ։ Վերջ, բալես։ Մոռացանք։ Ավելի լավ է հիմա հասկանանք ինչ պիտի անենք։ Հա? Չհասկացա, ես ինչ վիճակում ես։
Հնարավոր զերիցս փախավ Աբուլ։ Համարյա բռնել է։ Ում մասին է խոսքը։ Բայց ոչինչ։ Ու մենակ այս անգամը չի, ես մեկը դրան բռնելու եմ ու թաղեմ։ Ռաֆի մասին է խոսքը։ Նորմալ մի բան ասա հասկանամ։ Հա գնացել էի դրանց տան մոտ։ Մի քիչ հեռու էի կանգնել, որ աննկատ մնամ, բայց չհասցրի։ Փախավ, հա։ Դե հեռախոսով էր խոսում, չհասկացա, ինձ տեսավ դրա համար փախավ, թե զանգեցին գնաց։ Դավ, բայց Աբուլ էլ մի շարունակի։ Ես այդ նույն խոսքերը լսելու հավես չունեմ, ես մեկ այն մտադրություններում չեմ փոխվելու։ քեզ թվում է ես դեմ եմ։ Ես չեմ ասում, որ դու դեմ ես։ Ես ուղղակի գիտեմ, որ Ռուբենը իր խոսքերով քո վրա էլ է ազդել, դրա համար ասում եմ չսկսես։ Ես իմ հարցը օրենքի հույսին չեմ թողելու։ Երկու տարբերակ կա Աբուլ։ Ես կամ դրան պիտի սպանեմ, կամ էլ չկա երկրորդ տարբերակը։ Պիտի սպանեմ ես դրան, ուրիշ տարբերակ չկա։ Ես քեզ հասկանում եմ։ Չէ, Աբուլ, դու ինձ չես հասկանում։ Ու Աստված չտա, որ դու ինձ հասկանաս։ Այդ հասկանալու բան չի։ Այդ չգիտեմ ինչ է։ Ես կյանքում չեմ պատկերացրել, որ այսքան մեծ ցանկություն կունենամ մարդ սպանելու, բայց ոչ մի վարքյան իմ մտքի վրա չեմ կասկածում։ Դավ, ես համաձայն եմ, որ Ռաֆին պետքա սպանենք։ Ինքը իրավունք չունի ապրելու այդքան բանից հետո։ Բայց իրան սպանելով մեկը ինքը իր վատությունը անելու, երկուսով կգրանք կնստենք։ Չէ, Աբուլ։ Ստեղ մենք չկա։ Ստեղ երկուսով չենք։ Այս հարցը մենակ իմն է, ստեղ կամ մենակ ես։ Դու հեռու մնա։ Չեղավ ախպերս։ Այս հարցը իմն ու քոնն է։ Ու բացի հետ էլ ես այս պատմության մեջ մեղավոր եմ։ Դե վերջ բլեց։ Էլ չենք լացում։ Ամեն ինչ անցյալում է։ Հա, հասկանում եմ, այնպես չի, որ հիմա ինչ-որ բան լավ է, ամեն ինչ իդեալական է, բայց ամենակարևորը այդ սուտն ու ստիպված խաղալը էլ պարտավոր չես անել։ Գիտես ամենավատը որն է, որ այս ամեն ինչը կարա անցնի, կարա մոռացվի, բայց իր հետևանքներն ու ապրումները իմ հետ են մնալու։ Մամ, ես Դավիթից բաժանվեցի, ու մենք ընդմիշտ ենք բաժանվել։ Ես էլ Դավիթին չեմ տեսնելու, չեմ խոսելու հետը, չեմ ասելու, որ սիրում եմ։ Ու ես իրան հասկանում եմ։ Իրոք հասկանում եմ, ոչ մի տղամարդ չեր ապրի մի կնոջ կողքին, ով չգիտի թե ումից աղի։ Դավիթը ինչքան էլ ինձ սիրի, ինչքան էլ մտածի մեր հարաբերությունների մասին, մեջտեղում էս երեխեն կա։ Ու ինքը ամեն ինչը փոխում է դեպի վատը։ Մարիա, ես չեմ կարողանում հասկանալ, դու ինչի ես անընդհատ մտածում, որ երեխեն Ռաֆինն է, դու վստահ չես։ Բայց ես վստահել չեմ, որ այս երեխեն Դավիթինն է, մամ։ Դու չես կարա պատկերացնես, թե ես ինձ ինչ եմ զգում։ Չհամարձակվես էլ այդպիսի բաներ մտածել։ Այն ինչ որ եղել է քո ու Ռաֆի մեջ, այդ չի կարա անդրադառնա քո անվան ու քո պատվի վրա։ Այդ հանցագործություն է եղել բալես, որի զոհը դու ես եղել։ Մամ, ես էլ այս ցավին չեմ դիմանում։ Ես ոնց եմ առանց Դավիթ ապրելու։ Ոնց եմ մեծացնելու այս երեխուն մենակ։ Ուղղակի գժվում եմ այն մտքից, որ կարող է այս երեխան այդ վիժվածքին նմանվի։ Մարիա, ես չեմ կարողանում հասկանալ, ինչի ես անընդհատ մտածում, որ երեխան Ռաֆինն է։ Հակառակը, ինչի չես մտածում։ Որովհետև իմ կյանքը մենակ վատագույնի մեջ է թաղված։ Ես մոռացել եմ ինչ բան է լավատեսությունը։ Ես չեմ կարող ուղղակի նստել մտածել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես նույնիսկ այդ մասին չեմ կարողանում մտածել, չեմ կարողանում լսել այդ խոսքերը։ Ես չգիտեմ ոնց եմ առանց Դավիթ ապրելու։ Ախր ես իրան շատ եմ սիրում։ Ոնց եմ առանց իր ապրելու, կասես։ Ես հիմա ոչ մի բան չեմ ասի։ Ի տարբերություն քեզ ես վստահ չեմ, որ ես վերջն է։ Իսկ ես վստահ եմ։ Ես վստահ եմ, որ էլ Դավիթին պետք չեմ։ Վստահ եմ, որ Դավիթին մի ուրիշ մեկն է պետք ու կյանքը այսքան վատը չի, ու անցյալն ու ներկան այսքան խառը չի։ Ու ընդունում եմ այն փաստը, որ շուտով այդ ինչ-որ մեկը հայտնվելու է։ Եթե իհարկե արդեն չի հայտնվել։ Ինչ ես խոսում։ Ինչ է նշանակում, եթե արդեն չի հայտնվել։ Դու առիթ ունես Դավիթին կասկածելու։
Այդ երեխան 2 օր առաջ չգիտեր գլուխը որ պատին տար քեզ համար։ Սերը հասարակ բան չի է, բալես։ Չի կարա այսօր լինի, վաղը հանկարծ չլինի։ Հնարավոր է որ հոգնել է ու հանգիստ կյանք է ուզում ու մեղադրելու չի մամ։ Ուղղակի իմ համար ամենացավալին այն պահն է, որ հասկանում եմ ես ստիպել եմ իմ կողակցին ինձնից հոգնել։ Արդեն ուշ է, բալես։ Դու գնա քնի։ Ու լավ կլինի գլխիցդ հանես այդ մտքերը։ Որովհետև մարդիկ կարան հոգնեն, վիրավորվեն, նեղանան, դրանից սերը չի անցնում։ Այդ մարդիկ են սխալանում ու իրար թողնում, բայց սերը մնում է։ Ես լավ գիտեմ ինչ մասին եմ խոսում։ Աբուլ ինձ մի խանգարի։ Դու որ ասում ես դու ես թեմայի մեջ ու սկսում ես խառնվել դրանով ինձ խանգարում ես։ Ձերքերս կապում ես Աբուլ, որովհետև ես կյանքում չեմ անի նենց բան, որի մեջ քեզ էլ պիտի խառնեմ։ Էս իմ համար կյանքի հարց է։ Նենց մի արա որ քո համար էլ ոչ մի բան չանեմ։ Աբուլ, եթե ես հիմա այս հարցով ոչ մի բան չանեմ, իմ կյանքը գոյությունը քաշ տալու նման բան է դառնալու, հասկանում ես։ Մտածի։ Ռոմ ջան, բարև։ Բարև Զավ ջան, ես էլ արդեն ուզում եի քեզ զանգեի, այդ աղջիկը տենց էլ չեկավ։ Հա, ճիշտ ասած ես էլ եմ զարմացած, երեք ասաց որ շտապ պիտի գա տանի ու մինչև հիմա չի եկել։ Զանգել ես։ Դե զանգեցի, չպատասխանեց, հետո ձայնային ուղարկեցի։ Լավ, ես կճշտեմ, հետո կզանգեմ։ Լավ։ Հա, անի, ինչ կա։ Դավ, եթե ժամանակ ունես, միտեղ գնան։ Դե ազիվ է եկի աշխատանքի, բայց լավ, եթե պետքա կհանդիպենք։ Դաժան օրերը սկսվեցին, Մարիա։ Ես խոստանում եմ, որ դու ոչ մի հանգիստ օր չես ունենալու։ Դու փոշմանելու ես ինձ այս վիճակին հասցնելու համար։ Դավիթի դեր փոխանցի քիչ ֆրֆռա շուրջս։ Ես էլ կորցնելու բան չունեմ, որ վախենամ ու տեղում կոկորտը չկտրեմ։ Դավ ջան, ես երկար բարակ չեմ խոսելու։ Ուզում եմ մի անգամից ասեմ ինչի համար եմ եկել։ Կարաս չասես, անի, ես արդեն հասկացել եմ։ Ուրեմն շատ լավ է։ Դե հասա տեսնեմ խոսացիք Մարիայի հետ, հասկացաք իրար։ Հա, խոսացինք ու հասկացանք։ Լուրջ ես ասում, Դավ, ինչ որոշեցիք։ Որոշեցինք, որ մեր միասին լինելը անհնար է, անի։ Դավիթ։ Անի, եթե ես հիմա քո վրա չեմ ջղայնանում ու չեմ նեղացնում քեզ, որ այդքան կարևոր բանը ինձնից թաքցրել ես, այդ չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է։ Ախր ես չէի կարող քեզ նման բան ասել, այդ նենց թեմա էր, որ պիտի Մարիան խոսեր։ Լավ, անի, արի վերջացնենք, այս թեման ինձ ահավոր ջղայնացնում է ու շատ տհաճ է։ Հա ես հասկանում եմ, որ քո համար դժվար է, որ դու ուզում ես Ռաֆին սպանես, բայց Անի, ասենք երբ է այդ բառը վերանալու։ Կգա մի օր, որ արգել են ընդհանրապես այդ բառի օգտագործումը, որ ես ոչ մեկի բերանից չլսեմ։ Ես բոլորից շատ պարզ արդեն ասել եմ, որ դրան սպանելու եմ։ Ինչ հետաքրքիր է։ Համ ուզում ես հանուն Մարիայի Ռաֆին սպանես, համ էլ Մարիայից բաժանվում ես։ Տրամաբանությունը ո՞րն է։ Անի, ստեղ իմ պատվի հարցն է։ Ռաֆին պատվի վրայով է անցել ու ինքը հետ չի մարսելու։ Լավ, բա Մարիան։
մենակ չասես, հա, որ դու այդ քայլին պատրաստ ես հանուն քեզ գնալ։ Ես ճիշտ է դեմ եմ այդ ամեն ինչին, որովհետև չեմ ուզում, որ դու քո ձեռքերը կեղտոտես։ Բայց այս քո ամեն ասածը պետքա վերլուծել, Դավջան։ Բայց ով ասում մենակ իմ համար անի։ Մարիան դրա պատճառով այդքան լացել է։ Մենք դրա պատճառով բաժանվել ենք։ Ու ընդհանրապես անի այնքան հարցեր կան, որոնք ես չեմ կարողանում նորմալ բառերով ասել։ Դրա համար չեմ ասում։ Լավ, արի գիտես ինչ անենք։ Արի մի պահ այս ամեն ինչը մոռանանք։ Այդ բոլոր պատմությունները, այդ անասունի արածները, ամեն ինչ մոռանանք ու մի հատ, չգիտեմ, ուրիշ աչքերով նայենք այս ամեն ինչին։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք միշտ մտածել եք, թե Անին կյանքին թեթև է նայում, Անին մարդկային հարաբերություններից բան չի հասկանում, բայց ուղղակի ես չեմ ուզում հավատամ, որ այդ ամեն ինչը այդքան բարդ է։ Իմ համար ամենակարևոր արժեքներից մեկը սերն է, ու ես ուզում եմ, որ դուք էլ այդ վեր պահեք։ Այս քո ասածները անի ուղղակի հեքիաթներ են։ Այդ ձեր ասածները ու արածներն են հեքիաթներ, պարզ է։ Ես չեմ հավատում, որ մարդիկ սիրելով կարող են բաժանվել։ Չկա տենց իրականություն, Դավջան։ Ու համել կյանքը հետո ձեզ իրար դեմ է բերելու։ Ու դուք պիտի բացատրեք, ինչի բաժանվեցիք այն ժամանակ, երբ պիտի պայքարեիք։ Ինչի լքեցիք իրար այն ժամանակ, երբ սեր կար, իրար հետ լինելու ցանկություններ կար։ Ու համել ո՞նց եք է բացատրելու։ Ում համար ձեր ընտանիքը քանդեցիք, մի հատ անասուն տխմարի պատճառով, հա։ Խելքի եկեք, հա, մի թողեք, որ ինչ-որ մի հատ վատ պատմություն ձեր ընտանիքը քանդի։ Լավ, անի, ասենք թե ներեցի։ Ասենք թե ներեցի ու ընդունեցի այդ փաստը։ Բա երեխեն։ Բա այդ երեխեն անի, որ ես չգիտեմ, իմն է թե իմը չի։ Դավիթ, ես վստահ եմ, որ այդ երեխան քեզանից է, որովհետև այս աշխարհը չի կարող այսքան դաժան գտնվել։ Լավ էլի անի։ Մի հատ շուրջդ նայի։ Մի հատ աչքերդ լայն բացիր ու շուրջդ նայիր, տեսես պատմության մեջ գոնե մի հատ ճիշտ բան կգտնես, թե չէ։ Դավիթ, վերջացրու, մենք ոչ մեկս էլ չգիտենք, թե այդ երեխան ումից է, բայց հավանականությունը, որ քեզանից ավելի շատ է, ու դու էլ ես այդ շատ լավ հասկանում։ Այնքան դժվար է անի իմ համար այս հարցին տես կարողաներով նայելը։ Չեմ կարող, չի ստացվում։ Բայց Անի, արել շարունակենք, հա։ Դու ավելի լավը գնա Մարիայի կողքին եղի, ինքը հիմա քո կարիքը շատ ունի։ Հիմա իրարից նեղանալու ժամանակը չի։ Ես չեմ նեղացել։ Դե ուրեմն ավելի լավ։ Գնանք, ես աշխատանքի եմ։ Նենց կուզենայի մի բան փոխեի։ Կանչելի պարոն Դավթյան։ Խաչատրյան, ստեղ մեր երկու հասցե կա, Ռաֆը այդտեղ հաճախ է լինում։ Ստեղ էլ նայեք։ Շատ լավ։ Գիշեր ցերեկ հսկողություն ես նշանակում։ Լավ։ Ազատես։ Քիչ մնաց քեզ, լակոտ։ Քիչ մնաց։ Բարև, ոնց ես։ Նորմալ, դու։ Լավ, երևի լավ։ Ինչի ինչ-որ բան է եղել։ Դե հա, քանի օր անկեր ուսդ չեմ խոսացել։ Անի,
Մարիա, ոչ մի բան մի ասա, հա, ես քո վիճակը հասկանում եմ։ Ու կարծում եմ, որ մենք այնպիսի ընկերուներ չենք, որ մի թեթև բանի պատճառով իրարից վիճենք ու չխոսենք իրար հետ։ Հա, բայց ես քեզ նեղացրել եմ, չէ՞։ Հա, ոչինչ, էդ իմ համար հիմա կարևոր չէ։ Ես չեմ թույլ տա, որ մի հատ ինչ-որ չստացված խոսակցություն մեր այսքան տարվա ընկերության վրա ազդի։ Ու քեզ էլ եմ այդ խնդրում։ Մենք այնպիսի օրեր ենք ունեցել, Մարիա, որ հիմա այդ ամեն չմոռանալը շատ դժվար է։ Ես կասեի անհնար է։ Կամ ինչ ընկերություն, եթե ընկերոջը ցավը չես հասկանում ու չես կիսում իր հետ։ Անդու իմ համար շատ բան ես արել։ Ու ես հիմա շատ ունեմ քո կարիքը, ավելի շատ, քան առաջ էր։ Մարիա, ես շատ եմ ուզում, որ մենք հանդիպենք, ասա որտեղ ես գամ, մենք շատ խոսալու բան ունենք։ Ես մեր տանն եմ, կարող ես այստեղ գալ։ Հենց հիմա գալիս եմ, ասա հետս ինչ բերեմ։ Ոչ մի բան։ Ուղղակի որ գրկես ինձ արդեն հերիք կլինի։ Լավ, ես գիտեմ թե ինչ եմ բերելու։ Հենց հիմա գալիս եմ։ Ավեջան, այն համով սուշիները հիշում ես, կասես որտեղից պատվիրեմ, ուզում եմ Մարիայիններ հաշտեցնեմ իրանց հետ։ Չեմ հասկանում Լյուսի ինչի չես եկել։ Ես այստեղ եմ մի զանգի։ Մես ինչ ա եղել։ Հա, նախ կներես, որ քեզ վախեցրի, ես էլ թեթև ընկել եմ։ Թեթև։ Կոտրվել է։ Թեթև ցավեր տվել, դեղ դրեցին կանցնի։ Ինչ եկել եմ Հայաստան, օրը մի փորձանքի մեջ եմ։ 3 օր առաջ էլ աչքս էր վնասվել։ Գիտես ինչի՞ց է։ Ու ինչի՞ց է։ Որ ձերոնց խաբել եկել ես այդտեղ, այ դրանից։ Ուզում ես ասես, պատժվում եմ, հա։ Լավ, մեքենան ուր է, ասա, վերցնեմ գնամ։ Դու պատրաստում ես այս վիճակով մեքենա քշես։ Հա, ինչի։ Գժվել ես դու։ Համ ասում ես ինչ եկել ես Հայաստան փորձանքի մեջ ես, համ էլ ուզում ես քշես գնաս սենց։ Դե, ինչ ես առաջարկում։ Անձնական վարորդ չունեմ, որ զանգեմ գա։ Ես քեզ կտանեմ։ Չէ, չեղավ, առանց էդ էլ 2 օր քեզ գործից շեղում եմ։ Նախ ես եմ քո մեքենան վնասել։ Հետո դու իմ պատճառով ես ընկել տես խնդիրների մեջ, նենց որ իմ համար դժվար չի քեզ տուն տանելը։ Ինչ որ ծիծաղելու բան եմ ասել։ Չէ, ուղղակի աչքիս առաջ փոխվեցիր, լրիվ ուրիշ մարդ դարար։ Թե չէ, այն առաջին օրը շատ թթված դեմքով էիր, վախեցա։ Լավ արի, ես քեզ կտանեմ, քանի ուրիշ փորձանքի մեջ չես ընկել։ Լավ, շնորհակալ եմ։ Դուրը բացել ես մտա։ Անկներես ինձ։ Ես չէի ուզում քեզ նեղացնել։ Լավ էլի Մարիա, ես ամեն ինչ հասկացել էի։ Ես գիտեի, որ այդ քո ցանկությունը չի։ Դու ուղղակի այդ Ռաֆի ազդեցության տակ էր։ Ու համ էլ այնքան վախեցած էր, որ ոչ մի բան ոչ ուզում էր հասկանալ, ոչ էլ լսեիր։ Ճիշտ ես ան։ Վախեցած էի, որովհետև մեջտեղում Աբուլի հարցներ։ Եթե այդ ամենը մենակ ինձ վերաբերեր, ես այդքան ծանր չէի տանի, Բայց վախենում էիր, որ պատմությունը կկրկնվի։ Անիչ լավ ես ինձ հասկանում։ Դե իզուր չի էլի, որ ես քո ամենամոտ ընկերուհին եմ։ Լավ, արի, հիմա այս համով սուշիները ուտենք, հետո հանգիստ մեր համար կլացենք, կքննարկենք ամեն ինչ, լավ։ Բայց դու շատ լավ գիտես, որ ես սուշի չեմ ուտում։ Առավել եւս իմ կարգավիճակում չի կարելի։ Մարիա ջան, այս սետը հատուկ հղիների համար է։ Ու համ էլ դու մի հատ փորձի, տես թե քո կարծիքը ոնց է 180 աստիճան սուշիների նկատմամբ փոխվում։ Դու մի հատ փորձի։ Այս էլ վերցրու։ Կօգնես։ Դուր, այսքան բանով օգնում եմ, այս ինչա։ Ահա։ Դայ։
Հոտը։ Արդեն ախորժակս բացվեց։ Ապրել է ավետը, որ ինձ այս սուշիների տեղը ցույց տվեց։ Ավետը։ Մարիա ջան, բա այդ մարդը իմ համար պիկնիկ էր կազմակերպել։ Ճիշտ է, ինքը չէր արել, ուղղակի ես հեռախոսի համարով զանգարել էր, իրանք ամեն ինչ բերել էին, բայց դե շատ իդեալական ամեն ինչ անցավ։ Բացի մի բանից։ Ինչից։ Դե այդ մարդիկ էին ամեն ինչ կազմակերպել, այդ պիկնիկի պարագաներն էին բերել, համով սուշիները, իսկ ես մենակ ավետին էի գովում։ Դե մի քիչ արագացրու կեր, որ կարծիքդ պիտի ասես, ավետը սպասում է։ Ինչին է սպասում։ Մենք իր այդ գրազ ենք եկել։ Ես ասել եմ, որ դու չես հավանելու, իսկ ավետը ասում է, Անի ջան, ինքը քեզանից ավելի շատ է ուտելու։ Ան, բայց շատ համով է։ Փաստորեն ես կրվեցի, հա։ Իմ հաշվին։ Ապրես որ տուն հասցրեցիր։ Մեծ բան չի։ Դե արի գնանք, ես էլ քեզ գերմանական սուրճ հյուրասիրեմ, հմ։ Չէ, Լուսի, նեղություն մի քաշ։ Մեծ բան չի, Դավիթ ջան։ Մենակ ոչ ես։ Ինչ է եղել։ Տանս բանալիները չկան։ Ասում եմ, չէ, ինչ Հայաստան եմ եկել, ամեն օր մի բան հետս կատարվում է։ Մի հատ լավ նայ կգտնես։ Չէ, չկա։ Երևի ընկերուհուս տանն եմ թողել, մի րոպե զանգեմ։ Կնայես բանալիներս ձեր տանն եմ թողել։ Հիմա ես քո պատճառով մի հատ ժամադրություն պարկ մնացի ավետին։ Գոհ ես։ Ինչ վատ է։ Կամ ոնց էիր դու այս սուշիները կերել ու մտածել, որ ես չեմ հավանի։ Դե չէ, ուղղակի չէի սպասում, որ ինձանից շատ ես ուտելու։ Ինչ եղավ մար։ Ռաֆներ անծանոթ համարից ձայն էին ուղարկել։ Պապայիդ ասել ես։ Դեռ չէ, բայց կասեմ, շատ անհանգիստ եմ։ Ինչ էր ասում, ինչ էր ուզում։ Շանտաժ էր անում, ասում էր, որ ամեն ինչի համար փոշմանելու եմ։ Լետ տականքին նայ, որ այսքան բանից հետո չի հանդարտվում։ Հա ինչ է իր ուզած է։ Չգիտեմ ան։ Ինձ հիմա այդ շանտաժները հետաքրքիր չեն։ Խոսքի մեջ ասեց, որ Դավիթին փոխանցեմ իրենից հեռու մնա, թե չէ կսպանի։ Այսինքն Դավիթը հետևել է Ռաֆին կամ էլ թե չէ հանդիպել են, Ռաֆին հաջողվել է ուղղակի փախչել։ Չգիտեմ ինչ ա եղել, բայց սրտս անհանգիստ է։ Լավ, Մարիա, հանգստացի։ Ան ոնց հանգստանամ։ Հիմա որ ես ու Դավիթը բաժանվել ենք, ես իր քայլերից տեղյակ չեմ ու սիրտս կանգնում է։ Հա, ու այնքան բարկացած եմ ձեր վրա, էլի ասելու չի։ Դուք ոնց կարայիք այդքան բանից հետո ամեն ինչ մի կողմ դնեիք։ Ան հիմա դրա ժամանակը չի։ Ավելին ասեմ, այդ մասին խոսելը ոչ մի բան չի փոխելու։ Հիմա իմ ուշքն ու միտքը այն է, որ Դավիթը զգուշ լինի։ Ավելի ճիշտ զգուշացնեմ, որ Ռաֆը իրեն նկատել է։ Զանգի իրան։ Չեմ կարա։ Մենք որոշել ենք, որ էլ չենք հանդիպելու, չենք խոսելու, չենք զանգելու իրար։ Ինչ։ Ան ես ու Դավիթը վերջնականապես բաժանվել ենք։ Բայց այն վտանգը, որ Դավիթին է սպառնում, ինձ հանգիստ չի թողնում։ Ես պետք է Դավիթին զգուշացնեմ։
Ես չեմ կարողանալու ապրեմ այն մտքով, որ Դավիթը հնարավոր է մեղքի տակ ընկնի։ Դու հասկանում ես ինչ կլինի, եթե Դավիթն ու Ռաֆը հանդիպեն։ Իրենցից մեկը ողջ չի մնա, իսկ մյուսն էլ բանտում կհայտնվի։ Լավ, Մարիա, այդպես բաներ մի ասա։ Անվոր խնդրեմ դու կզանգես Դավիթին, շատ եմ խնդրում, փոխանցես այն ամեն ինչ, որ քեզ ասեցի։ Հա լավ կզանգեմ մենակ, թե դու հանգստացի։ Ահան 2 րոպեից կհասնի։ Ավելի լավ չէր մենք գնենք վերցնենք։ Չէ, իրան շենքը 2 շենք վերև է այստեղից, հեռու չի։ Ասա անի։ Դավջան ուր ես, ինչ ես անում։ Ոչ մի բան դու ասա։ Ինչ կա։ Դավջան, ես հիմա քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու, բայց խնդրում եմ էլի, առանց էմոցիաների, հանգիստ մինչև վերջ կլսես, լավ։ Անի, արագ ասա։ Դավիթն հիմարն էր Մարիային անծանոթ համարից ձայնային ուղարկել ու ասելա քեզ փոխանցենք, որ էլ չգնաս ու գաս։ Ինչ։ Էդ ճիշտ է, Դավիթ։ Դու իրոք իր հետ հանդիպումներ ես փնտրել։ Դավիթ, Ռաֆին հաշված օրեր է մնացել, խնդրում եմ էլի քեզ սխալ բան չանես, ինքը արդեն չգիտի ինչ անի, բայց դու հետը հանդիպումներ մի փնտրի, թող ձեզ Ռուբենը ամեն ինչ կլուծի։ Անի, հանգստացեք, ես չեմ գնացել, այդ ուղղակի ձեզ է վախեցնում։ Հաստատ։ Հա, Անի, հաստատ։ Մի տեսակ, բայց չեմ հավատում, գիտես։ Տենց ես ասում, որ անջատ եմ, չէ։ Նա եկավ, գնամ վերցնեմ կամ։ Անի, լավ, հետո կխոսանք։ Մի րոպե չանջատես։